Զավանի համայնքապետի սպանությունը և Գյումրու քաղաքապետի Ապոլի Նիկոլաևնը արդյոք ունեն զուգահեռներ և քաղաքական հետքեր եք կարծում։ Դե գիտեք զուգահեռներ ունեն, իհարկե ունեն։ Նույն օրն են այսինքն նույն օրն են տեղի ունեցել ավագ այդ ընտրությունները, որով նրանք դարձել են դրանց ընտրություններով պայմանավորված, նույն օրվա ընտրություններով պայմանավորված, նրանք դարձել են քաղաքապետեր։ Եվ մենք ունենք նաև հրապարակված տեղեկություններ խնդիրների մասին, ինչի չի պաշտպանել պետությունը մեր փառաքարի քաղաքապետին, ինչու չի պաշտպանել։ Իր սուրբ պարտականություններ պաշտպանել այդ մարդու կյանքը եւ առողջությունը չի պաշտպանել։ Հիմա մենք ունենք երկրորդ տարբերակը։ Այստեղ միգուցե չէին կարող այդ ձևի այդ տարբերակով աշխատելի, բայց այստեղ ունենք մեկ այլ ձևաչափով նորից մարդու կյանքին վտանգ սպառնալը։ Ես հիմա այստեղ կանքները բժիշկներն են տվել եւ մի տեղեկանքը Սուրբ Գրիգոր Լուսավորիչից տվել է մի բժշկական հաստատություն, որը նաեւ պետական միջոցներով է աշխատում։ Այսինքն այս բժիշկներն են տվել այդ տեղեկանքները, որ պարոն Վարդան Ղուկասյանը պետք է ստանա բուժում այդ էնդոկրինոլոգի եւ սրտաբանի կողմից եւ այդ բուժումներ։ Եթե չստանա, առողջական վիճակը կվատանա, իսկ եթե վատանը չի բացառվում, որտեղ իրենք են հրավիրել այդ շտապօգնությունը։ Մենք խնդիր ունենք եւ ես չեմ բացառում, որ իրեն էլ այս պայմանների միջոցով են ուզում ինչ որ մի միջամտություն անել, չեն կարող բացառել եւ զուգահեռները առկա են։ Այո, երկուսն են եղել են անդիմադիր, այո, երկուսն են եղել են այս քաղաքականությանը իրականացվող դեմ, երկուսն էլ արտահայտել են իրենց դեմ լինելը հրապարակավ, հետեւաբար այդ հրապարակավ դեմ լինելը դարձել է արդեն այսպիսի հարցակումների եւ ընդհանուր միջև մարդուն կյանքից զրկելու դեպք, այս սա մենք ունենք տեսնում ենք։ Խոստանջան ավելացնելու ունեք։ Չէ, ուզում եմ ասեմ ամուր եղեք, սա այս օրերն էլ կանցնեն, ինքն է ինձ այսպիսի հոդեր ասում, ես էլ ձեզ եմ ասում, ձեզ էլ են ասում, ամուր եղեք, սա էլ կանցնի, ասեմ մի փոքր բան, որ ինքը երկում է այնտեղ, բոլորը յան այդ ժամանակ ծափ են տալիս, փորձում է նաև ընդեղի մարդկանց այս մեր դրական տրամադրությունները փոխանցել, այնպես որ այնտեղ էլ է իր ձևով դուք էլ փոխանցեք մեր ջերմերը, աջակցությունը, իրեն առողջությունը եւ ազատություն եք ցանկանում։ Շնորհակալություն ձեզ, այս ամենը։ Ես էլ եմ շնորհակալություն բոլոր ներկաներին եւ ազատություն մաղթենք մեր բոլոր համակարգացիներին։ Այո, բոլորին։